Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արմենակ Աբրահամյանի խոսքը Արևմտյան Հայաստանի պետականության վերականգնումին մասին։ Հայերը Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդը, գանխված կրոնական պատերազմ, Աբրահամ Կասպարյանի բացահայտումը, Արարատ լերը իբրև հայ ազգի եւ հայոց պետականության խորհրդանիշ ազերի գրողներու ստեղծագործություններուն մեջ։ Այս խաղաղության դակ մեծ ռումբ տրված է։ Խաղաղության խաչմերուկը իբրև արդարության գամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև Աշոտ Հարությունյան, Թուրքիան եւ Բաքուն բնակրաված Քարվաճարի մեջ պիտի գառուցեն Հովմագայան։ Անհետ կորածներու ծնողները գալանավորել է Սրբաբիղծ Քայլմնե, Քարնիկ Դանիելյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը նշած է, որ այսօր կարելի է ուղիղ կերպով գապ հաստատել եւ ներկայացնել թե Արևմտյան Հայաստանի, թե Հայաստանի իրականությունը։ Նախագահը շեշտեց, որ Արևմտյան Հայաստանը կորձուն մասնակցություն ունեցած է Արցախյան առաջին պատերազմին իր գամավորներու եւ ազատամարտիկներու միջոցով։ Մենք բավական մեծ աշխատանք դարինք նաեւ Հայաստանի ազգային բանակը ոտքի կանգնեցնելու գործին մեջ։ Այդ բոլորը ոչ թե բարձ պատմական հիշեցում են, այլ իրական փաստեր զոր գիտեն։ Մեր մասնակցությունը ազատագրական բանակին եւ մեր միացումը Վարուժան Ավետիսյանին, Լեոնիդ Ասկալտյանին եւ այլոց նախաձեռնություններուն եղավ վճռորոշ պահմը մեր պայքարի պատմության մեջ ըսավ նախագահ Արմենակ Աբրահամյան։ Ան ավելցուց, որ անհրաժեշտ է ճիշտ հասկանալ, ինչպես եւ ինչ հոգիով վերականգնվեցավ Արևմտյան Հայաստանի պետական համագարկը։ 2004-ի դեկտեմբեր 17-ին Շուշիի մեջ մենք հիմնեցինք Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը։ Այդ օրեն ես կծառայեմ իբրև խորհրդի նախագահ։ Մենք լայնածավալ աշխատանք կատարեցինք ապրանքելու մեր պետական կառույցները եւ փաստելու մեր ժողովրդի իրավունքը ունենալու սեփական պետություն իր պատմական հայրենիքին մեջ, նշեց Արմենակ Աբրահամյան։ Ան հիշեցուց, որ Արևմտյան Հայաստանի կառավարությունը ձևավորված է դերևս 2011-ի փետրվար 4-ին, ունենալով ուղղակի գապ Շուշիի եւ Արցախի հետ։ Այդ փաստերը ըստ անոր կվկայեն Արևմտյան Հայաստանի եւ Արցախի միջև եղած պատմական եւ քաղաքական գաբերուն մասին։ 2013-ին մենք հիմնեցինք Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը ընդրված պատգամավորներով։ Անոնք ընտրեցին իրենց նախագահը եւ այդ ժամանակ ես ընտրվեցա իբրև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այս բոլորը խորաբես առնչված է մեր ժողովրդի գարկավիճակին եւ պատմական իրավունքներու ճանաչման։ Մենք կներկայացնենք մեզ իբրև բնիկ ժողովուրդ մեր մշակույթով, ինքնությամբ եւ ավանդություններով ըսավան։ Ան ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ջանցված պետություն մնե դերևս 1917-ին Ռուսիո գոմե, իսկ դե ֆակտո ճանաչումը ամրագրված է 1920-ի հունվարին միջազգային պայմանագրերով։ Արդեն 19 տարի է, որ մենք կմասնակցենք միջազգային աշխատանքներուն մեր իրավունքները պաշտպանելու եւ մեր պատմական ճշմարտությունը ներկայացնելու նպատակով, նշեց ան։ Արմենակ Աբրահամյան ավելցուց, որ դարիներու ընթացքին պետական համագարկին մեջ եղած են տարբեր փոփոխություններ։ Որոշ վարչապետներ ժամանակավորապես հեռացած են, սակայն հիմնական նպատակը մնացած է նույնը՝ կորձուն եւ հետեւողական աշխատանքով զորացնել Արևմտյան Հայաստանի պետական համագարկը։ Մենք պարտավոր ենք շարունակել մեր գործը ներկայացնելով Հայաստանը, Արցախը եւ ամբողջ աշխարհին ցույց տալով, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն գոյություն ունի, այլև վերականգնած է իր պետական կառույցը։ Մենք մեր ժողովրդի ցեղասպանութենեն ետք վերակենդանացանք եւ կշարունակենք պայքարը մեր իրավունքներուն համար, եզրափակեց Արմենակ Աբրահամյան։ Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրած է Արևմտյան Հայաստանի տարածքին մեջ կազմելով հարուստ քաղաքակրթություն, մշակույթ եւ պետական ավանդություններ։ Այդ երկիրը եղած է հայկական պատմության, մշակույթի եւ քրիստոնեական ինքնության օրրանը եւ հզոր կետրոնը։ Արևմտյան Հայաստանի քաղաքները եղած են հայերու պատմական հայրենիքի անբաժանելի մասը։ Հնակիտական եւ քրավոր վկայությունները կփաստեն, որ հայերը այս հողերուն վրա բնակած են դեռ Քրիստոսի առաջ առաջին հազարամյակեն։ Հայերու բնիկ ըլլալը ոչ միայն պատմական փաստ է, այլ նաեւ օրեն ապացուցված իրողություն, հին մեհյաններու արձանագրությունները, ուրարտական եւ հայկական թագավորություններու հուշարձանները, ինչպես նաեւ հայկական գրավոր աղբյուրները կվկայեն անընդհատ բնակության եւ քաղաքակրթական շարունակության մասին։ Հագարակ թարերու ընթացքին կատարված զավթումներուն եւ բռնակախտերուն հայ ժողովուրդը երբեք չէ թատրած հիշել եւ պաշտպանել իր հայրենի հողերու իրավունքը։ Բռնակախտերը, ցեղասպանություն եւ քաղաքական բաժանումները չեն կրնար չնչել այն բարձ ճշմարտությունը, որ Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրանն է։ Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդի հայրենիքն է եւ այդ ճշմարտությունը չի կրնար խեղաթյուրվել ոչ ժամանակի, ոչ ալ քաղաքական շահերու կողմէ։
Genesis Armenia ուղեղային գետրոնի դնորեն քաղաքական գիտություններու տեխնացու Աբրահամ Կասպարյան թասեր հաղորդաշարին ընթացքին պատմած է Արցախյան 44 օրյա բادرազմի օրերուն կանխված վտանգավոր սատրանքի մասին։ Անոր խոսքով այն օրերուն բادرազմը գրնար հրճակվիլ իսլամական աշխարհի գոմե իբրև ջիհադ։ Ես Արցախի մեջ էի, կարողացան կանխել Պակիստանի վտանգավոր հայտարարությունը։ Եթե չհասնեինք Սեուդական արաբ յոթակավորական արկոնիկին, իրավիճակը շատ ավելի ծանր պիտի լար։ Պակիստանը կպատրաստվեր ջիհադի եւ այնտեղ գային ծայրահեղ խմբավորումներ, որոնք կսնուցեին այդ ցանցը, ընդգծեց Կասպարյան։ Խորհրդային դարիներուն հայ եւ ազերի քրական գաբերը գծեվավորվեին երկու հիմնական ուղղությամբ։ Գուսակցական քաղաքապարախոսության ասեցությամբ եւ հարևան ժողովուրդներու միջև մշակութային փոխհմբռնման քաղաքական բանջով։ Սոցիալիստական համագարկը գխրախուսեր մշակութային բարեկամությունը, ինչի արդյունքով հայ հեղինակներու կորձեր գտարկմանվեին ադրբեջաներեն, իսկ ազերի քրոներուն ստեղծագործությունները հայերեն։ Հայաստան եւ Ադրբեջան կորձող pedagogan հրադարակչությունները բարբերաբար գդբեին նման քրականություն, սակայն այդ գաբերը հաջող անհավասար էին։ Առաջնահերթություն կդրվեր այն կորձերուն, որոնք կխրախուսեին խորհրդային հայրենասիրությունը եւ ժողովուրդներու բարեկամության գաղափարը։ 1970-ին Ադրբեջանի pedagogan հրադարակչությունը հայերենով լույս ընծայեց ազերի քրոներու ստեղծագործություններու ժողովածումը ընդիր էջեր վերնակրով։ Ժողովածուի մեջ ընդգրկված էին նաեւ ստեղծագործություններ, որոնք կվերապերեին խորհրդային Հայաստանին։ Դեղ համայնքի ավականի անդամ Արքամ Հովսեփյան զրույցի ընթացքին նշած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղություն գոյություն չունի, քանի որ քերիներ դագավին կմնան փանդերու մեջ, իսկ թշնամին կշարունակե բռնազավթած պահել հայկական տարածքներ։ Անոր խոսքով իշխանությունները չեն խոսիր ադրբեջանական զորքերու դուրս բերման մասին եւ կփորձեն խապել հասարակությունը, ներկայացնելով իրավիճակը իբրև խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե Զանգեզուրի միջանցք գոյություն չունի, փաստորեն կպաշտպանե Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա ուշացած, բայց հստակ pedagogan դիրքորոշում է։ Ալիևի բանջը ստեղծել միջանցք իրականության մեջ քաղաքական սպառնալիք է Հայաստանի դարածքի հաշվին։ Խաղաղության խաչմերու գաղափարը գրնա դառնալ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական պատասխանը, ապահովելով pedagogan վերահսկողություն, տարածքային ամբողջականություն եւ դարաշրջանի խաղաղություն։ Սակայն անիկա իրական իմաստ կստանա, եթե ընդունվի Սևրի պայմանագրով ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ընդգրկվին Արևմտյան Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները։ Այսպես Հայաստանը կդառնա պատմական արտարության պաշտպան եւ դարաշրջանային խաղաղության երաշխավոր։ Փաշինյանի խաղաղության խաչմերու կգրնա ըլլալ պատմական քայլ, եթե գառուցվի իրավական հիմքով եւ ընդգրկե բոլոր համապատասխան կողմերը, այլ ոչ թե հերթական քաղաքական շղարշ անցյալի բարդությունները ծածկելու համար։ Նույն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Արցախի բռնակրաված տարածքներուն մեջ մասնավորապես Քարվաճարի շրջանին Ադրբեջանը թուրքական ընկերություններու հետ կգառուցե ռազմավարական նշանակություն ունեցող հողմագայանը։ Ինչպես կդեղեկացնե Էրմենի հաբերը, ծրագիրը կգործադրվի ծովի մագարտագեն շուրջ 3100 մետր բարձրության վրա։ Հողմագայանը նախատեսված է շահագործման հանձնել 2028 թվականին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քարնիկ Դանիելյան հայտարարած է, որ ներկայիս դեռ 191 մարդ կհամարվի անհետ կորած, իսկ անոնց հարազատները կբահանջեն կառավարութենեն հստակ բացատրություններ։ Ան ընդգծած է, որ իշխանությունները ոչ թե կցավակցին ծնողներուն, այլ փերման կենտարգեն զանոնք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։